Առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ուր են գնում պատրաստված, մանկապարտեզ, այսօր տղայիս առաջին ամանորյա հանդեսն է, ուտրինգ են ստեղ ասում, առաջի անգամ ուտրինգ, միտացարում էլի, առաջի անգամ մասնակցում ենք, այնպես որ գնանք տեսնենք ինչպես է անցնում, հուսով եմ թույլ կտան նկարահանեմ, բայց տեսնեմ ինչպես եմ հարմարացնում, որպեսզի նկարահանեմ։ Ամեն դեպքում ես բոլորիս հիանալի օր եմ մաղթում, բլոգը համարում ենք սկսված։ Ասում եմ Գյորգի ջան, նստի մանկությունը թիշի, ես չեմ եղել սատիկ, ես սատիկ չեմ գնացել, ասում եմ ես գնացել եմ, դե դու հիշի, ես է կլսեմ։ Ինչպես է ձեր զգացողությունը, ինչ եք զգում, հա? Հարցոպատասխանի նկար եմ տեղադրել, գրում են ասում են Աննա ջան, Գյորգի հետ ոնց ես ծանոթացել, երկար պատմություն է, այստեղ չեմ կարող պատմեմ, այսքան երեխեք գիտեն ոնց են դիմանում, գալիս են ցիկլակում գնում երեխեքը, մենք է ծմեր պապն ու ծմեր տատն ենք։ Поздравляем, всех здоровья вам желаем. Будем петь мы и играть, и у елки танцевать. Приготовьте ушки, приготовьте глазки, чтобы оказаться в новогодней сказке. К нам из леса в Новый год сказка зимняя идет. Пустите хромого, больного, слепого кота. Можно к вам? Маме, вот все мы на морозе. Холодно в стране дураков. А мы ищем большое дерево, чтобы запилить его и разжечь костер, чтобы погреться. Ой, а вот и дерево. Какое большое, пушистое. Много дров получится. Да ты ж посмотри, оно же наряжено. Елочка, дерево наряжено. И шарики, и фонарики на нем. Не волнуйся, сейчас мы спилим елку, соберем шарики, наделаем буст и продадим их в стране дураков. И денежки у нас в кармане. А как же мы будем делить деньги? Как всегда тебе 3, а мне 2. Нечестно. Погоди, Тариса, сначала нужно елку спилить. Давай, где пила? Вот. Нанесла, давай. Ой, Базилио, ты посмотри, какой тут ключик. Золотой, серебряный. Это не от той харчевни, что мы с тобой видели по дороге. Там так пахло, там, наверное, так тепло. Так, может, там и денежки есть. Алиса, ну и эту елку. Если мы откроем ту харчевню, то мы и обогреемся, и наедимся, и богатенькими станем. Побежали! Ребята, давайте поскорее позовем еще раз Дедушку Мороза, пока к нам опять какие-нибудь незваные гости не пожаловали. Дорогие, маленькие и большие, ой, какие вы все сегодня нарядные, все румяные, да ладные. Здравствуйте, гости! С Новым годом, счастьем новым! Всем желаю быть стачку светить доскаю. Ну-ка скажем, раз, два, три, Елка, колкая иголочка, приготовь скорее ушки, нашу песенку послушай. Споем песенку.
Ох, никого я не догнал. Ох, дайте мне водички, я квасу напиться. Попей колодезной водички тебе. Ой, хороша водица. Только этим мне не охладиться. Кажется, я знаю, кто тебе может помочь. Слышишь? В юге и метели песню звонкую пропели. Крикну, чтоб ушла беда. Северный ветер, иди сюда. Эй, морозцы, выходите и снежки с собой берите. Աղջիկներս այստեղ Արսենես մասնակցում է, պարում են, ուրախանում են, ես էլ հեկը գալով լաց եմ լինում, չգիտեմ ինչի համար, երևի թե բոլոր մամաների մոտ այնց թվում է այդպես, առաջին անգամ այստեղ տեսնում եմ Արսենի պարը, համարը, թե ինչպես է պատրաստվել, ընդհանրապես ինքը տանը ոչինչ չի արել, նույնիսկ ցույց չի տվել, չի նախապատրաստվել, չի երգել, Այստեղ տեսնում եմ ու կարելի ասել ես ինքս զարմացած եմ, թե ոնց այսքան ենք ընկալել, ոնց է սովորել, որ ընդհանրապես տանը մենք իրար հետ ոչինչ չենք կրկնել, բացի իր ոտանավորից, եւ ինքը այսպես ամեն ինչ, ինչպես տեսնում եք, բոլոր երեխաների նման հավասար անում է։ Այստեղ արդեն տեսնում եմ, թե ինչպես է տղաս մեծացել, համ լացում եմ, համ ուրախանում եմ, համ ընթացքում նկարահանում եմ, ափսոս չկարողացա երաժշտությունով եւ ձայնով ամեն ինչ տեղադրեցի, YouTube-ը արգելափակեց, որովհետեւ չի կարելի երաժշտություններով։ Եվ այդպես սիրուններս, դուք ես գեղեցիկ համարը վայելեք, չմոռանաք բաժանորդագրվել, եթե մինչև այսօր չեք բաժանորդագրվել, եթե հավանեցիք տեսահոլովակը անպայման սեղմեք լայք, որպեսզի ես շարունակեմ ոգևորված վլոգներ նկարահանել ձեզ համար սիրուններս, որովհետև 10,000 հոգի նայում են, ընդամենը 600 կամ 500 կամ 400 հոգի են լայքում, լայքելը անվճար է, գումար չի տանում ձեզանից, Եվ ինձ էլ բնականաբար գումար չի բերում, ուղղակի ալիքն էսպես է աճում, ավելի լավ էսպես մարդկանցով են լսվում մեր YouTube-յան ընտանիքը, այնպես որ մեկ խնայի լայքը սիրուններս, լայքեք, մեկնաբանեք, ես մեծ սիրով ընթերցում եմ եւ պատասխանում։ Забыл, я в сундук их положил, а ключик висит на елочке, зеленой иголочке. Дед Мороз, а ключик лесок забрала и Базилио. Они нам чуть елку не спалили и не срубили. Ой, какие они проказники! Ключик украли и ребят без подарков оставили. Снегурочка, пойдем их поищем, ключик заберем и сундучек отопрем. Ехали, ну тяжелый. Я посижу, Базилио, а ты поди погуляй. Ага, держи карман шире. Никуда я не пойду. Давай подарки делить. Нет, ключик-то у меня, а сундучок-то на замочке. Я тебе его не отдам. Отдай, я Не отдам, не отдам. Отдай, отдай, отдай. Не отдам. Не забрал. Эй, ты, отвори, и подарки появись. Смотри, какие подарочки. Подарки наши делят. Ну-ка, отдавайте нам наши подарки. Наши подарки не отдадим. Не отдадите, тогда я вас сейчас заморожу и в сосульки превращу. Ну-ка, посох волшебный, заморозь их быстрее. Дедушка, не надо разморозить. Мы же там не Прости будем. нас. Прости, Забирай, забирайте свои подарки. Вот и праздник новогодний нам заканчивать пора. Много радости сегодня вам желаю, детвора. Դե ինչ սիրելիներս, մեր ամանորյա հանդեսը վերջացավ, շատ սիրուն էին կազմակերպել, շատ են, որ երեխաները շատ ուրախ, շատ ակտիվ, բոլորը երգեցին, պարեցին, ոտանավորներ ասեցին, ամեն ինչ շատ սիրուն էր կազմակերպած, երեխաների համար հիանալի օր էր,
Մեր համար նույնպես մենք երեխաներից ավելի շատ ուրախացանք ծնողներս, անչափ շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին։ Դե ինչ սիրուներս, գնանք տուն ու տեսնենք ինչ ենք անում։ Վաղը Սոֆիայի ծնունդն է, պետք է տորտ թխեմ ու տեսնենք ինչպես ենք անցկացնում մեր այսօրվա գեղեցիկ օրը։ Գեղեցիկ սկսել ենք, գեղեցիկ էլ կվերջացնենք։ Մեր մոտ արդեն ժամը 2:30 է, առաջի լիստը արդեն պատրաստել եմ Էֆիրով աղջիկների հետ։ Հիմա արդեն պատրաստում ենք երկրորդ լիստը։ Իսկ այստեղ սկեսրերը սալ է դնում, լավ աղ է արել, խոշոր աղ է արել, որպեսզի աղը լավ ուտի եւ ընթացքը արդեն հենց սկսեց կնկարահանեմ բնականաբար։ Սիրուններս գիշերվա արդեն ժամը 7-ն է, բավականին գործեր հասցրել եմ, վերջացրել եմ, լստերը պատրաստել եմ, տորթի կրեմը պատրաստել եմ, քանի որ խոսք հետվե որ միասին կզարդարենք, ասեցի համ կամ զարդարեմ, համ նկարահանեմ, այնպես որ տեսեք ինչպես եմ զարդարում, ինչ է անհրաժեշտ, այս վաֆլե թղթերով որ զարդարում եմ, արդեն այս երրորդ տորտն է, Էլինայի տորտից սկսել եմ, Սոֆիայի տորտն է, երրորդ տորտն է, որ վաֆլե թղթերով եմ պատրաստում։ Վաֆլե թղթերը պատվիրել եմ Wildberries-ից, մեկնաբանություն էի բաժնում եւ ինֆոբոքսում կթողնեմ սիլկեն։ Եթե կցանկանաք, կարող եք գնել եւ ինչպես եմ պատրաստում, բնականաբար այդ ընթացքը բոլորը միասին կանենք։ Հիմա նախքան վաֆլե թղթին անցնելը, վրայի շերտը պարտադիր այսպես ուզոր ենք տալիս, որ հետո նոր ազատ կարողանանք գործանել։ Կրեմը սիրուններս պատրաստված է կարագով եւ խտացրած կաթով։ Հետո արդեն որ վերջում մնում է պետքա զարդարեմ, գույնավորում եմ կրեմը, ինչ գույնով որ ուզում եմ, այս անգամ այսպես ռոզվի է ստացվել։ Դե բնականաբար աղջիկա պետքա կամ ռոզվի լինի կամ կարմիր։ Կանաչ կապույտը տղաների համար եմ անում, բայց այս գույները աղջիկների համար եմ պատրաստում։ Շատ սիրուն է ստացվում եւ շատ ընտիր։ Ինչ ենք անում սիրուններս, քանի որ տորթը ամբողջովին կրեմապատված է, վաֆլե թուղթը սիրուն կպցնում ենք, լավ այսպես հարթեցնում ենք եւ մեզ որքան որ անհրաժեշտ է, այդքանը կտրում ենք, այսինքն որ մասը, որ հիմա մեզ վերևի հատվածը անհրաժեշտ չէ, այդ մասը վաֆլե թուղթը կտրում ենք եւ հեռացնում ենք։ Իսկ մնացածը արդեն մնում է։ Հաջորդը այդպես կպցնելով մեզ ուղակի սովորական ջուր է անհրաժեշտ, որտեղ որ տեսնում եք էլ կրեմ չկա, ինքը չի կպնում հա իրար, մի փոքր այսպես ջուր է քսում, ոնց որ կլեմ, ոնց է քսում։ Նույնն է ջուրը։ Վրձինով կարող եք աշխատել կամ ձեռքով, ոչ մի տարբերություն չկա։ Ուղղակի վաֆլե թուղթը շատ ջուր չի սիրում, պետք է շատ թեթև ջուրը քսես ու արագ-արագ կպցնես, որպեսզի հարթ լինի։ Եվ այդպես ինքը շատ հեշտ կպնում է։ Մենք հիմնականում չենք ուտում, երեխաներն են ուտում, իրանց դուրն է գալիս, որ ասեմ այտենց քաղցր է, այտենց քաղցրել չէ այդ վաֆլե թուղթը աղջիկներս, ուղղակի այսպես սիրունացնում է, հա, որպես գեղեցկություն։ Ինձ թվում է ոչ բոլորն են ուտում։ Մեր տանը մենակ երեխաներն են ուտում, մենք չենք ուտում։ Հեռացնում ենք, տալիս ենք երեխաներին, մենք է տորտն ենք ուտում։ Իրանք վաֆլե թղթի համար են կռիվ տալիս։ Թիթեռները նույնպես ես պատվիրում եմ Wildberries-ից սիրուններս, հիմա Wildberries-ում է, Լոզոնում է, ամեն ինչ կա, եթե շատ ցանկանանք, կոցի ձունել այնտեղից կպատվիրենք։ Այնպես որ ոչ միտեղ պետք չի գնալ խանութներ, ընկնել, մանկալ, մի անգամից Wildberries-ով պատվեր ենք անում, մեր ուզած օրը գալիս տեղ է հասնում։ Եվ սիրուն զարդարում ենք։ Եվ նույնպես ինչպես հիմա տեսնում եք տեսահոլովակում, ես արդեն կպցնում եմ, հա, վաֆլե թղթերը, այսպես տեսք եմ տալիս սիրուն տորթին, մի փոքր ջուր ենք անում եւ կպցնում ենք, ինքը շատ արագ կպնում է, ոնց որ կլե լինի։ Ուղղակի ջուրը պետքա շատ չլինի, եթե շատ եք այսպես ջուր անում, ինքը միանգամից այսպես հալվում է, լուծվում է։ Այնպես որ շատ թեթև ջուր եք քսում եւ կպցնում եք։ Իմ մոտ վաֆլե թղթերը շատ քիչ էր, ու մենակ այսպես վերև ներքև ուզոր եմ տվել եւ վերջ։ Այդ մի տուփ վաֆլե թղթով ես արդեն 3 հատ տորտ, այս երրորդ տորտն եմ զարդարել։ Այնպես որ բավականին հարմար է աղջիկներս, կարող եք պատվիրել եւ ինչու՞ չէ նաեւ գեղեցկացնել ձեր ծննդյան տորթերը։ Շատ հեշտ է, շատ արագ է ստացվում, ոչ մի այսպես դժվար բան չկա սիրուններս, բոլորն էլ նոր սկսնակներն է կարող են աշխատել
եւ արդյունքում գեղեցիկ տորտ ստանալ։ Թիթեռները նույնպես ջրով սիրուն կպցնում ենք, ուղղակի թեթև ջուր ենք քսում եւ վերջ կպցնում ենք։ Հետո տեղափոխում ենք սառնարան, ինքը մնում սառում է, ավելի այսպես գեղեցիկ տեսք է հաղորդում տորտին։ Շատ ճոխ է ստացվում։ Այս տեսակ տորտերը խանութներում կարող եք գնել 5-6 հազար ռուբլիով։ Եթե պատվիրեն, ինձ թվում ավելի շատ կպատվիրեն, ավելի թանկ կլինի։ Բայց կարող եք տանը դուք ինքներդ պատրաստեք եւ գոհացնեք ձեր ընտանիքի անդամներին, ձեր երեխաներին։ Ճիշտ է, սոփոչկան դեռ տենց չի հասկանում, որ ուրախանա, բայց Էլինան ու Մարիան իրանց տորտերի համար շատ էին ուրախացել, որովհետև շատ սիրուներ ստացվել։ Ես որտեղից սառը գյուր։ Տասկոից։ 750 մանեց փոքր ուսկորը վրա, այդ փապուկներ մեծ էս ուսով։ 750 մանեց։ Այդտեղ քանգա, հա։ Հա, արանցոս կորը, հեսա նա, ստո մեջ է կա։ Հեսա արանցոս կորը, հեսա ոսկորովնա։ Ճոգիր։ Աստեղ ծախում են գյուղում 450 կիլո։ Չէ, նես չեն ծախում, ստեղ են խանութները բան։ 800-ա դրած։ Հա, ռևազներ են, բայց չունեի։ Սմակի աղերնի կաղաց չերնի։ Հա։ Դե մադա են կարիք ես մոդել, նաս մոդել չկար, յանեդի մորտեին, նաս ու 26 ինչ են մորտե։ Նացելի, շատ գիրեմ։ Պարզա։ Հա։ Աղջիկներս այստեղ մեզ սերն ենք սորտավորում բորշի համար, այսպես վրան գրում ենք, որ հետո հեշտ լինի սարսեղցիկից հանելը եւ այսպես բարակ շերտով ենք դնում, որ շատ տեղ չզբաղեցնի։ Հա? Հա, որ մնաս ինչի։ Հա, դե դու չի մի քանդրտենք։ Էսի աղալում արե։ Հա։ Հա, տորմի մորմի։ Այս այդի արդեն մսաղացը բերեմ աղա։ Խոզին մորթել ենք, հիմա տեղավորում ենք։